Ասիական զարգացման բանկը այս տարի Հայաստանում տնտեսական աճի դանդաղում է կանխատեսում մինչև 5%։ Այս դանդաղումը տնտեսագետները պայմանավորում են առաջին հերթին արտաքին գործոնների ազդեցության թուլացմամբ։ 2022-ից 23 թվականներին արտաքին գործոններն էապես նպաստել են Հայաստանի տնտեսական բարձր աճին։ 22-ին տնտեսական աճը 12.6, 23-ին 8.3, 24-ին 5.9% էր։ Այս տնտեսությունը իրականում մնացավ, որ արտաքին շոկերը մեծ ազդեցություն են ունենում, քանի որ մեր պոտենցիալի չափը շատ բարձր չի, մեր մոտ արտաքին շոկերը ավելի ազդեցիկ են լինում։ Այդ դրսի շոկերի ազդեցությունները ըստ էության նվազել են, այս պահին արդեն մեր պոտենցիալի մոտ է մեր աճը լինում։ Վերջին տարիներին նաև ոսկու վերարտահանման հատված կար, որը էլի չկա, պակասել են բանկային փոխանցումների, անկախիկ փոխանցումների պակաս, կարծում եմ մեր տնտեսական աճը համեստ տնտեսական չափերի մեջ պիտի լինի։ Ասիական զարգացման բանկի գնահատականների համաձայն Հայաստանի տնտեսական աճը կհիմնվի ներքին պահանջարկի վրա։ Աճին մեծապես կնպաստեն ծառայությունների, որոշ չափով նաև արդյունաբերության եւ գյուղատնտեսության ոլորտները։ Քանի որ մեր արտահանման պոտենցիալը չի աճել այս տարիներին, եթե մենք սպասենք, ասենք գլոբալ ռեսեսիոն սպասումներ ունենանք, համաշխարհային աճի դանդաղում, բնականաբար մեր արտահանումը չի կարող մեծ ծավալով աճ ունենալ, հատկապես եթե հաշվի առնենք, որ ինչ-որ ենք արտահանում կամ չգիտեմ։ Մեր աճի հիմնական ուղին պիտի լինի շինարարությունը, ներքին պահանջարկով պայմանավորված այդ արտաքին մեծ տնտեսական ազդեցություն դեպի աճ աճին դրդող ազդեցություններ իրենք չեն սպասում։ Ասիական զարգացման բանկը կանխատեսում է նաև, որ 2025-ին Հայաստանում գնաճը արագ ընթացք կունենա, հասնելով 3%-ի։ Դա ըստ մասնագետների հենց կենտրոնական բանկի սահմանած թիրախային շրջանակն է թույլատրելի միջակայքը Հայաստանի տնտեսության համար։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։